Մենք տեսնում ենք, որ մեր ազգին պառակտող բոլոր ներքին խմբավորումները այլևս այն նույն ուժը չունեն, ինչը ունեին նախկինում, քանի որ մեր հայրենակիցները սկսում են ստապվել ու արթնանալ։ Այդ խմբավորումները մեր ողջ քաղաքական համակարգը հասնում են համընդհանուր փլուզման, դրա համար նրանք դատապարտված են կործանման։ Սա միանգամայն բնական է, քանի որ ինչպես արդեն ասացի, սկզբում ամենին սխալ հիմքով կառուցվեց։ Վաղ թե ուշ բոլոր ստերը կկործանվեն իրենց իսկ ծանրության տակ եւ ճշմարտությունը նորից կհաղթանակի։ Դրա համար մենք վստահ ենք, որ ճշմարտությունը կրելով ու մեր շարժմամբ ճշմարիտ եւ հայամետ գաղափարները մարմնավորելով մենք այս անգութ պայքարից մի օր հաղթանակած դուրս կգանք ու կառաջնորդենք մեր ազգին դեպի բարգավաճ ու փառահեղ ապագա։ Մեր թշնամիները ուրախանում են, երբ տեսնում են պառակված հայ ժողովուրդ, միաժամանակ ամենից շատ վախենալով համախմբած հայ ազգից։ Նրանց այդ վախը իզուր չէ, քանի որ պատմությունը մեզ անթիվ անգամ ապացուցել է, որ հայ ազգը անպարտելի է դառնում, երբ միասնական է լինում։ Հետևաբար, չափազանց կարևոր է, որ մեր ազգի պառակտումը վերացնենք մեր հայրենիքից, համախմբելով Հայաստանակենտրոն քաղաքական ուժի ու առաջնորդի շուրջ։ Սակայն եթե մենք չկարողանանք լավ հասկանալ ու վերլուծել, թե ինչ է կատարվում մեր երկրում, չեն կարողանա ճշմարիտ հայկական ու ազգային դիրքորոշում ունենալ քաղաքականության մեջ եւ ճիշտ ուղղությամբ հայրենանպաստ պայքար մղել։ Միայն այդպիսի դիրքորոշմամբ եւ ազգանպաստ անհողդող պայքարով մենք կկարողանանք կերտել մեր երազած անկախ, միացյալ ու հզոր Հայաստանը։